Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Ամերիկայի Սենատը ճանաչեց այլել Հայաստանը ցեղասպանության ֆոնին։ Լույս է տեսավ Western Armenia 122-րդ համարը։ Ադրբեջանը պղծալավաղ ու հասի հերոսների գերեզմանոցը։ Ցուցահանդես Արցախում զոհված խոխորձ հիշատակին, վանդալիզմ հայկական եկեղեցում Վրաստանում քրեական գործ։ UCLA-ում ավարտվել է հայերի թալանված ունեցվածքի արխիվացումը։ Լույս է տեսավ Ատաբազարեն Տերզոր բացառիկ հուշագրությունը։ 1920 թվականի մայիսի 11-ին Ամերիկայի Սենատը պաշտոնապես ընդունել 66-րդ կոնգրեսի 359-րդ բանաձևը վերահաստատվելիս ալալվեր Հայաստանը Հանրապետության անկախության ճանաչումը կապված ալել Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի դեմ իրականացված զանգվածային կոտորածների ու վայրագությունների հետ։ Բանաձևում նշվելիս ալալվեր հավաքված վկայությունները հաստատան հայերի դեմ կատարված կոտորածների ճշմարտությունը, խոսքը վերաբերվելիս ալալ Վանա, Կարինի, Բիթլիսի, Տիգրանակերտա, Խարբերթա, Սեբաստիայի, Տրաբզոնի ու Կիլիկիայի հայ բնակչության դեմ 1994-ից 1923 թվականներին իրականացված ջարդերին, տղահանություններին ու ավերումներին։ Ամերիկայի Սենատը նաև ընդգծելիս ալել հայ ժողովրդի ծանր վիճակը, սով, աղքատություն, անվտանգության բացակայություն, արձանագրում վեր Հայաստան անկախությունը արդեն ճանաչված ալել Խաղաղության կոնֆերանսի Գերագույն խորհրդի ու Ամերիկայի կառավարության կողմից։ Այս փաստաթուղթը մինչ սոր կարևոր պատմական ու իրավական նշանակություն ունի, որովհետև նշանցատանվեր Ամերիկայի իշխանությունները պաշտոնապես տեղեկացված են Արևմտյան Հայաստանում իրականացված հանցագործությունների մասին, իսկ Հայաստանաճանաչումը դիտարկվելիս ալալ որպես քաղաքական ու իրավական պատասխան այդ վայրագություններին։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ։ Արևմտյան Հայաստան շաբաթաթերթի 123-րդ համանատույս եկալ շաբաթաթերթի շապիկին պատկերված Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Արմենակ Վրեժի Աբրահամյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 15-ին, պրոֆեսոր է, հայ, ճամփա, հայկական մարտարվեստի հիմնադիրն է, վարպետ է, արմատներ ավինքը Կարինան է։ 1990 թվականից մասնակցել է ազգային ազատագրական պայքարին, իսկ 1991-ից 1994 թվերին կրված արել Արցախը ազատամարտումը, մասնակցել է Մարտակերտը, Շուշվա, Քյալբաջարը ու այլ շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին վախտը ծանր վիրավորվել է ու պարգևատրվել է մարտական գործողությունների մասնակցության կրծքանշանով։ 2000-ականներից զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ, դառնալով Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի հիմնադիր նախագահը, ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստան պատվիրակության ղեկավարն է, Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահը։ 2016 թվականին նրա նախագահությունով ընդունվել Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային սահմանադրությունն ավերացվել է Սևրի դաշնագիրը։ 2021 թվականից ակտիվորեն բարձրաձայնում է արցախահայության հարցերը, միջազգային հարթակներում ներկայացնել ավերանց շահերը նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Արմենակ Աբրահամյանը նաև պատմաբան, գրող, վերլուծաբան ու Արևմտյան Հայաստանապետական հեռուստակայանի հիմնադիրն է։ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնաբերել Բաքվի հերթական վանդալիզմի թիրախը տարալա բռնազավթված Արցախամարտակերտա շրջանի Վաղոհաշենի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Սոցցանցերում տարածված տեսանյութում ըրվամն ջարդված ու վնասված գերեզմանակարեր, հայերեն արձանագրություններով ու ազատամարտիկների պատկերներով, ինչը վկայում է հայկական հիշողության ու մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման մասին։ Ավանեսովը նշելով սա վանդալիզմը հայմել էթնիկ ատելության հոգեբանական ճնշման միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման դրսևորում։ Տեսանյութը հրապարակվել չի զոհվածների հարազատներին չվնասելի նպատակով, սակայն պահպանվում է որպես ապացույց։ Ինքը հիշեցրել է նաև 2024-ին Ադրբեջանի զինվորները ոչնչացրել Վաղոհասում զոհված Մղթար Աղաբեկյանի հիշատակին կանգնեցված խաչքարը։ Ըստ օմբուդսմենի Արցախում նմանատիպ տասնյակ դեպքեր արդեն փաստում են հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող համակարգված քաղաքականությունը։ Մայիսի 15-ին Երևանը ժամանակակից արվեստի ինստիտուտում օպեցվելու է մանկությունը նշանառության տակի փաստագրական լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված 2016-ից 2023 թվականներին Արցախում ադրբեջանական հրետակոծություններին դերդան զոհված խոխորձ հիշատակին։ Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 7-ը։ Նախագծի հեղինակներն են ֆոտոլրագրող Անի Գևորգյանն, լրագրող Շուշան Փափազյանը, համադրողը Ռուբեն Արևշատյանը։ Իրանք ներկայացնում են 5 ընտանիքների պատմությունները, որոնց խոխեքը զոհվել են ադրբեջանական հարձակումներին դերդան։ Հեղինակների նշելով նախագծի նպատակը զոհված խոխորձ ընտանիքների սեսը լսելի դարձնելն է։ Իրանք նշվում էր, թե մի Իրան գործանելը չափազանց ծանրալ է, թա մասնագիտական, թա հոգեբանական առումով, բայց կարևոր են համարում պատերազմի զոհերի հիշատակի պահպանումն, նման պատմությունների վավերագրումը անկախ քաղաքական գնահատականները։
Վրաստանահայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք գրանցվել, անհայտ անձինք եկեղեցուց տուսուն հանալ սրբապատկերներն ու եկեղեցական սպասքը տրանք թողելով աղբամանին կողքի։ Տեղի բնակիչներն հավատացյալն են հետագայում վերադարձրան տրանք եկեղեցի։ Դեպքի առիթը Վրաստանը նգնն քրեական գործը հարուցալ հայ եկեղեցու ներկայացուցիչները կոչնրալ կանխել նման սադրանքները վերկանի վնասին հայ-վրացական հարաբերություններին։ Լոս Անջելես, Կալիֆորնիա համալսարանը Լոս Անջելես ամասնաճյուղում գործող ազգային հայերի ցեղասպանության հետազոտական ծրագիրը վերագործում է Promise հայկական ինստիտուտի շրջանակում հայտարարել հայերի ցեղասպանության ընթացքում ու դրանից հետո բռնագրավված ունեցվածքի վերաբերյալ թեզա թվային արխիվի ավարտի մասին։ Հայերի բռնագրավված ունեցվածքի աճուրդը MY մետրու կանոնը կրող այս արխիվը ներկայացնում է 1929-1930-ական թվականների հազվագյուտ թերթային հայտարարություններին հավաքածուն, որոնց միջոցով Օսմանյան կայսրության նախկին լքված գույքը հրապարակային աճուրդների միջոցով վաճառվել է Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Հետազոտությունը նշանցատամ թահունց 34 քաղաքներում բնակավայրերում պետական մակարդակով իրականացվել է հետունեցվածքի վերաբաշխում ժամանակաշրջանի տեղական մամուլում հրապարակված հայտարարությունների հիման վրա։ Արխիվի նյութերը երկար տարիներ հավաքել է անկախ հետազոտող Սաիդ Չետինօղլուն, վեր նաև ներկայացրել է ծավալուն վերլուծություն բռնագրավման մեխանիզմների մասին։ AGRP-ի աջակցությունով նյութերը թվայնացվել, թարգմանվել ու առաջին դեմը տառալն լիովին որոնելի, դրանք հասանելի են և անգլերեն և թուրքերեն տարբերակներով։ Հետազոտողները նշում են վերես գործը կարևոր է հայերի տնտեսական կորուստների համակարգված բնույթը հասկանալի հետի ու բացում է թեզա հնարավորությունը հետագա արխիվային ուսումնասիրությունների հետի։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտը լույս անցել բացառիկ մի հատ հրատարակություն Հարություն Աթանասյանի Ատաբազարեն Տեր Զոր Անտիպ հուշագրությունը վերահամարվում է հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին պատմող բերվի վավերագրությունների մինը։ Հալամ 1919 թվականից գրի առնված այս արժեքավոր հուշագրությունը հրատարակվել է առանձին հատորով վերի խմբագիրը առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակը ՀՑԹ-ի աշխատակից Միհրամ Մինասյանն է։ Գիրքը ընթերցողի ներկայացնում է հայերի ցեղասպանությունը վերապրած ադաբազարցի կրթական, մշակութային ու ազգային գործիչ, տպարանատեր, գրող, թարգմանիչ Հարություն Աթանասյանի դժոխային վոդիսական սկսած 1915-ի ձերբակալությունները մինչև համակենտրոնացման ճամփարն է։ Իրան աշկերավը ներկայացված են համ սեփական տառապանքները, համ էլ հայ ազգի ողբերգական վիճակը, թուրք պաշտոնյաների անմարդկային վերաբերմունքն, անապատներում տեղի ունեցած զանգվածային կոտորածների սարսափազդու իրականությունը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։